Ձեր կադրում եւ այս հասցեում բնակվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի շատ հայտնի է Սաշիկ անունով։ Ապօրինի զենք կրելու կասկածանքն էր։ Սա առաջին դեպք չէ, երբ Թավշյա հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո եկամուտների կոմիտեի քննչական բարույթում քննչաքրյական գործ է Դեռևս անհայտ է նաև արդյոք աշխատակիցները հատուկ գործողությունից հետո բերման կենթարկեն Ալեքսանդր Սարգսյանին, թե ոչ, այստեղ երկու մուտք կա դեպի նրա բնակարան տանող։ Շենքին եւ նաեւ սա շենքի վերելակն է, այն ոսկեզոծ վերելակը, որը տանում է Ալեքսանդր Սարգսյանի բնակարան։ Հայք ձեր նկատմամբ է գործառույթ։ Հավոր։ Ինչ կասկածանքով են այդ դեպքում ահացա աշխատակիցները եկել։ Ուր։ Ձեր հոր նկատմամբ է։ Ինչ իմանամ։ Մինչև ճիշտ չիմանամ։ Ձեր հայրը տանն է։ Ո՞ւր։ Տեսնում եք այս պահին աշխատակիցները փաստորեն իջան նկուղ, որտեղ նրանց հետ միասին նկուղ իջավ Ալեքսանդր Սարգսյանի որդի Телезвезда Որտեղ եք հիմա գնում, Հայկ։ Դες ասել են։ Ներողություն,
Ածը բաժին եք գնում։ Ածը բաժին է տեղափոխվում։ Կներեք, ուր եք տանում դուք Հայկ Սարգսյանին։ Նստի։ Դուք ներկայացաք, որ կենտրոնի քննչականից եք։ Ասեց, որ պիտի խոսակ, որ դες բերեմ։ Պես ներկայացավ։ Ինչ է դրանց մեջ։ Զենք գրեն։ Կներեք, գումար հայտնաբերվել է, ինչպես նշված է։ Ավելի ուշ կիմանանք, հա։ Ինչ է այդ փաթեթներում։ Ինչ զենքեր էին, ներողություն չէի գնում մեքենա։ Այդ ինչ նկար եք տեղափոխում։ Թույլ տվեք փակեմ էլի։ Եվ տեսնում եք ինքը Ալեքսանդր Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, ինչ հայտնաբերեցին ձեր բնակարանում, ինչու էր ածը խուզարկություն իրականացնում։ Զենք հայտնաբերվել է, փաստորեն նաև գումար է հայտնաբերվել։ Ձեզ ածը բաժին են տանում։ Պարոն Սարգսյան, ածը բաժին է տանում։ Պարոն Սարգսյանի ինչ գործ շրջանակում են ձեզ հետաքրքրում։